Տեր, կարևոր չէ, թե ինձանից ինչ կպահանջվի, իմ մեջ աղբյուր բացիր։ Ես չեմ ուզում լոկ եկեղեցի հաճախող լինել, Տեր, ուզում եմ ուրախացնել քո սիրտը, ուզում եմ գոհ լինես ինձանից, ոչ թե իմ արածների համար, այլ ինձանից, ուզում եմ խորը հարաբերություն ունենալ քեզ հետ, I want to share fellowship with you in the deep places. There's another interesting thing in that verse from Psalm. 84-րդ Սաղմոսի 6-րդ խոսքում եւս մեկ հետաքրքիր բան կա։ Ով արտասուքի հովտից անցնելով ջրհորի է վերածում այն, անձրևն էլ ավազաններն է լցնում։ Անձրև բառի համար մի բառ կա, որն օգտագործվում է Սուրբ Հոգու վերջին հորդ անձրևների համար։ Հավատացած եմ, որ սա հենց այն տեղն է, որ անձրևը թափվում է։ Ինձ համար շատ հետաքրքիր է, այն լցնում է ավազանները, ամեն տեղ չի լցվում, այլ միայն լցնում է ավելի ցածր տեղերը, եւ ես դա նկատել եմ։ Երբ Աստծո հոգին շարժվում է, խոնարհն է օրհնվում, դրանք այն մարդիկ են, ովքեր հպարտ չեն բողոքում, ինքնաարդարացման մեջ չեն, պարզապես ասում են. ահա ես Տեր, ես ընդամենը մի ավազան եմ, լցրու ինձ։